Եվ եթե ճիշտ էինք, ապա ճշտի կողքին կանգնել ենք 19 պատգամավոր։ Մնացածները վախեցել են ճշտից եւ համարձակությունից։ 4 օրում 19 ստորագրություն։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը փաստում է, ընտրությունների օրը փոխելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու իրենց նախաձեռնությունը հաջողություն չունեցավ։ Դեռ իրավական առումով օրենքը թույլ է տալիս շարունակել, բայց ես կարծում եմ, այս փուլում կարելի է այսպես գիծ քաշել, որ չստացվեց 27 ստորագրություն հավաքելը, անկեղծ ասած մեծ հույսեր չունեինք, որ կհավաքվեր, որովհետև հաշվար կարել էինք մոտավորապես ովքեր որ ուժերը կմիանա։ Ընտրությունների օրվա հարցը Սահմանադրական դատարան հասցնելու համար ընդդիմադիր կոնգրեսին անհրաժեշտ էր հավաքել 27 պատգամավորի ստորագրություն։ Չնայած տարաձայնություններին ձևաթուղթը ստորագրել են ՀԱԿ խմբակցության բոլոր 7 անդամները։ Համախմբումից Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը։ Ստորագրահավաքին միացել են նաև Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Հայկ Խաչատրյանը։ Բարգավաճ Հայաստանից 3 ստորագրող է եղել՝ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը։ Հանրապետականից Դաշնակցությունից օրինաց երկրից ոչ մի։ Տեստ էր, սովորական տեստ, ինչպես օրենսդիրի ներկայացուցիչը օրենքի խախտմանը կվերաբերի։ Չմիացան նրանք, ովքեր ակնհայտ գիտեն, որ կա օրենքի խախտում, բայց վախենում են ասել, որ կա օրենքի խախտում։ Սա ընդհանրապես կարելի է բնորոշել ոչ ցանկալի եւ անիմաստ պոպուլիզմ։ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի կարծիքով ընտրությունների օրը ապրիլի 2-ը չի փոխվի։ Սերժ Սարգսյանն ասել էր, եթե բոլոր մասնակիցների հետ գան համաձայնության, ընտրությունները 4-5 օրով տեղափոխելուն դեմ չէ։ Սարգսյանը սակայն իր տեսակետը պայմանավորել էր ոչ թե իրավական խնդիրներով, այլ ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցով։ Ընդդիմադիրները մինչև ամսվա վերջ հետաձգելու կողմնակից են։ Ու եթե հավաքվեր անհրաժեշտ թվով ստորագրություն, Սահմանադրական դատարանում պահանջելու էին մայր օրենքին հակասող ճանաչել նաև ապրիլի 2-ին ընտրություն նշանակելու մասին Սերժ Սարգսյանի հրամանագիրը։ Շատ ցանկալի կլիներ, որ համաձայնությունը տրվեր ավելի շուտ, որովհետև գործընթացները գրեթե ամբողջությամբ որոշման համաձայն արդեն ընթացքի մեջ են եւ կանգնեցնել այդ գործընթացները արդեն այնքան էլ նպատակահարմար այս պահին չի լինի, որովհետև ընդհանրապես հաշված օրեր են մնացել։ Կարծում եմ, որ չի փոխվի արդեն։ Նախ նրա համար, որ օրենքին համապատասխանում է, սահմանադրությանը չի հակասում եւ նրա համար, որ հանրապետության նախագահի կողմից հնչեցված հայտարարությանը արձագանքներ բոլոր քաղաքական ուժերից չեղան։ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին։ Հրաժարվելով այդ պաշտոնից Զաքարյանը կղեկավարի Ծառուկյան դաշինքի նախընտրական շտաբը։ Այս մասին Ազատության հետ զրույցում տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, ընդգծելով Զաքարյանը ցանկություն է հայտնել կանգնել իր ընկերոջ Գագիկ Ծառուկյանի կողքին։ Այո, Իշխան Զաքարյանը Գագիկ Ծառուկյանի առաջարկով ղեկավարելու է Ծառուկյան դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնը, ստանձնելու է այդ պաշտոնը եւ իրականացնելու է վերապահված բոլոր գործառույթները, կազմակերպչական եւ մնացած բոլոր այն գործառույթները, որոնք որ սահմանված են նախընտրական շտաբի ղեկավարի համար։ Ավելի վաղ իհարկե Իշխան Զաքարյանը ասել էր, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիրներից մեկն է եւ լինելու է իր ընկերոջ Գագիկ Ծառուկյանի կողքին։ Այսօր իր հայտարարության մեջ եւս մեկ անգամ վերահաստատել է իր այդ դիրքորոշումը, նշելով, որ դա իր բարոյական եւ քաղաքական պարտքն է։ Նա կրկին կվերադառնա Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Առիթ չի եղել պարոն Զաքարյանի հետ այդ թեմայով խոսելու։ Հաշվի առնելով, որ նա ղեկավարելու է նախընտրական շտաբը Ծառուկյան դաշինքի, կարող ենք ասել, որ նաև նա ներգրաված կլինի նախընտրական ցուցակում այդ դաշինքի։ Գիտեք, ընդհանրապես մի քանի օր է մնացել նախընտրական ցուցակների վերջնական կազման եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու գործընթացին։ Խորհուրդ կտամ ընդհանրապես մի քանի օր դիմանալ եւ կստանաք ձեր բոլոր հուզող հարցերի պատասխանները։ Նշենք, որ մինչև հրաժարականի դիմումը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը գտնվում էր արձակուրդում, ըստ էության ոչ պաշտոնապես համակարգելով Ծառուկյան դաշինքի շտաբի աշխատանքները։
Ուշագրավ է, որ այն բանից հետո, երբ ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի մասին, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը շտապեց շնորհակալություն հայտնել Զաքարյանին 10 տարվա աշխատանքի համար։ Ես կարծում եմ մենք պիտի ունենանք եւ մշակենք քաղաքակիրթ ավանդույթ, շնորհակալություն հայտնենք այն մարդկանց, այն պաշտոնյաներին, ում ընտրում է ազգային ժողովը, երկար տարիների համագործակցության եւ համատեղ աշխատանքի համար։ Հերմինե Նաղդալյանն էլ հակադարձեց, թե նախ եւ առաջ քաղաքակիրթ մշակույթ ունենալու համար պետք է հարգել օրենքը, իսկ ըստ օրենքի Զաքարյանը 15 օր ժամանակ ունի, եւ եթե մինչեւ այդ դիմումը ետ չվերցնի, ապա միայն այդ դեպքում հրաժարականը ընդունված կհամարվի։ Հարգարժան Տիկին Զոհրաբյան, տեղեկացնեմ, որ այդ ժամկետը 15 օր է սահմանված, ուստի մենք եկեք ժամանակից առաջ չընկնենք եւ մեր պաշտոնատար անձերին բոլորին տանք այն հնարավորությունը, որը սահմանված է օրենքով, եւ սպասենք, երբ որ իրավական բոլոր մեխանիզմները գործած կլինեն, որից հետո նոր մենք կհայտարարենք այն մասին, որ դիմումը համարվում է ընդունված։ Դա օրենքի պահանջ է եւ մենք ճիշտ կանենք, որ լինենք օրենքի պահանջների շրջանակում։ Նշենք, որ վաղը կայանալու է Բարգավաճ Հայաստան կուսակցության համագումարը, որտեղ կրկին ԲՀԿ ղեկավար կընտրվի Գագիկ Ծառուկյանը։ Հիշեցնենք Սերժ Սարգսյանի հետ սուր հակասություններից եւ փոխադարձ վիրավորանքներից հետո 2015 թվականին Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, վայր դնելով նաեւ ԲՀԿ նախագահի պաշտոնը։ 2 տարի անց քաղաքականության էջը բացելուց հետո Ծառուկյանը փաստորեն կրկին կղեկավարի Բարգավաճ Հայաստանը։ Սակայն վաղվա համագումարի թերևս ամենաինտրիգային հարցը Ծառուկյան դաշինքի ձևավորումն է։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ծառուկյանի խոսնակը, համագումարի օրը մի քանի քաղաքական ուժեր համագործակցության հուշագիր են ստորագրելու, որի հիման վրա էլ ստեղծվելու է Ծառուկյան դաշինքը։ Սակայն այս հարցում առայժմ հստակություն չկա եւ պարզ չէ նախապես հայտարարված ուժերից քանիսը կմիանան դաշինքին եւ ընդհանրապես հուշագրի ստորագրումը կկայանա, թե ոչ։ Կարող ենք ասել, որ գոնե 4 ուժի միջև այդ դաշինքը կստեղծվի։ Ես որևէ բան այս պահին պաշտոնապես չեմ կարող ասել դաշինքի հետ համագործակցող ուժերի մասնակցության եւ ձևաչափի մասին, վաղը հստակ կլինի, թե ինչ ձևաչափով եւ ինչպես է տեղի ունենալու հետագա աշխատանքները։ Նախատեսվում է նաեւ Գագիկ Ծառուկյանի ելույթը։ Այո, իհարկե։ Կառավարության շենքի դիմաց բողոքող քաղաքացիների խմբերին այսօր եւս մեկն էր ավելացել։ Երևանի Արցախի փողոցի 10-րդ վթարային հանրակացարանի բնակիչներն այնտեղ էին վերաբնակեցման պահանջով։ 4-րդ կարգի վթարային շենքում մարդիկ ապրում են սոցիալական ծանր պայմաններում։ Բողոքի տարբեր միջոցների դիմելուց հետո այսօր որոշել էին վարչապետին ներկայացնել իրենց խնդիրները։ Մեր տները արդեն լրիվ փլուզվում է, հենց հիմա շենքի հետևը 8-րդ շենքի համար հոսակ են քաշում։ Այդ կողմի վրա տրակտորն աշխատում է, մեր շենքը փլվում է, համ քարերն է թափում, համ տանը նստած դղրդում ենք, չհաշված որ վերևից անձրևն է վրեկներս լսվում։ Բնակիչները փորձեցին զրուցել տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի հետ, սակայն չհաջողվեց։ Ավելի վաղ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն Ազատությանն ասել էր, որ Արցախի փողոցի 10-րդ շենքի բնակիչներին կվերաբնակեցնեն հավանաբար 2018 թվականի ավարտին։ Եկել են, հաշվառում են արել, գույքագրում են արել ու ասում են 18-ը սպասել, բայց հնարավոր չի սպասել։ Հնարավոր չի սպասել։ Թող այս թափնել մի քիչ ուտեն, էլի ինչ կլինի, մեզ բավարարեն։ Նայրիտի նախկին աշխատակիցները ինչպես ամեն շաբաթ այսօր եւս պահանջում էին վերագործարկել երբեմնի քիմիական հսկան։ Վերջիններս ահազանգում են, գործարանը սնանք ճանաչելու գործընթացը դեռ չավարտված, այն սկսել են թալանել։ Արդեն մեր 1/6 արտադրամասում բլոկ է քանդվում, մասնատվում վաճառքի հանվելու համար։ Ինչ իրավունքով, երբ սնանկության կայացումը վերջնական դեռ չի որոշվել, բայց արդեն նման բաներ են արվում։ Ինչքան որ իրենք բացատրում են, որ դա այդքան կարևոր բլոկ չի եւ հնացած է բավականին կարող է չծառայել, չէ, վերագործարկման ընթացքում նա կարող է էլի նպատակին ծառայել։ Բյուրեղավանի Գլասվորդ ապակու գործարանի շուրջ 60 աշխատակիցներ էլ արդեն 2 տարի է պայքարում են 6 ամիս չվճարված աշխատավարձերի համար։ Դուք նկարեցիք, նկարում եք, 100 անգամ նկարել եք, նկարվել եք, բայց կառավարությունից, մարդու իրավունքներից ոչ մարդու իրավունքները չեն անտեսում են, ինչ մարդու իրավունք, ինչ կա, ինչ օրենք կա։
Գործարանի ղեկավարության պատասխանը ըստ աշխատակիցների նույնն է. փող չկա։ 60 հոգի մարդ ենք մնացել, այս 2 տարի չարչարում ենք աշխատավարձները ստանալու ու դենց արդյունքի չենք հասնում։ Ոչ բանը չեն պատճառաբանում, փող եղնի կտանք։ Փող չկա։ Հակադարձելով ղեկավարության պատճառաբանությանը աշխատակիցները հիշեցրին. Գլասվորդը կարողանում է իրան կից հյուրանոց պահել, կարողանում է մեքենաների պարկ պահել, բնական է թե գույքահարկ, ապա եւ այլն, ասենք Bentley ապան ինչքան կլինի, ամեն մեկի երևի աշխատավարձի չափ։ Այդ գումարները թող ստեղ այստեղից վարչապետի մոտից ստեղծեն հանձնաժողով, որը հետաքրվի, ճիշտ են գումարները, բաշխում թե չէ պարզ է, գումարը կարան միշտ ասեն չկա, տան մի հատ մեկին կամ տան իրանց ես չեմ ամ, այդան խորոված մորոված ուտեն եւ այլն, ու ասեն գումար չկա։ Այս տարի եւս Հայաստանը կշարունակի կուտակել մեծածավալ պարտքեր։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով 2017-ին պետական պարտքը կավելանա մոտ 350 միլիոն դոլարով, հասնելով ռեկորդային 6 միլիարդ 250 միլիոն դոլարի։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով այս տարվա հունվարի 1-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 986 հազար 500 հոգի։ Հաշվի առնելով այս հանգամանքը, ստացվում է, որ յուրաքանչյուրիս պարտավորությունը կազմելու է մոտ 2100 դոլար։ Քանի դեռ պետությունը իր հակաբյուջետային քաղաքականության շրջանակներում ունի դեֆիցիտ, ակնհայտ է, որ դեֆիցիտի ծածկման աղբյուրները դա պարտքի ներգրավման միջոցով է կատարում։ Մակրոտեսական ընդունված թեորիա է, եթե քո խնայողությունները ավելի պակաս են, քան թե քո ներդրումները, բնականաբար դու պետք է օգտագործես նաև արտաքին խնայողությունները, որովհետև քո ներքին խնայողությունները չեն բավարարում, որպեսզի դու քո ներդրումները իրականացնես։ Սա ընդունված աքսիոմատիկ ճշմարտություն է, այսինքն մենք քանի դեռ մեր խնայողությունները ավելի պակաս կլինեն, քան ներդրման նկատմամբ մեր պահանջները, բնականաբար մենք պետք է պարկ վերցնենք կամ արտաքին խնայողությունները օգտագործենք։ Ֆինանսների նախարարության տվյալներով 2008-ից 16 թվականների ընթացքում Հայաստանի պետական պարտքը աճել է ավելի քան 3 անգամ։ Նախորդ տարվա վերջին կազմելով 5 միլիարդ 942 միլիոն դոլար։ Այդ ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները տարեկան միջինը կուտակել են գրեթե կես միլիարդ դոլար պարտք։ Ֆինանսների նախարարը այսօր եւս ոչ վտանգավոր գնահատեց պարտքի նման ծավալը, սակայն միաժամանակ տեղեկացրեց 2020 թվականը պարտքի մարման պիկն է, միայն այդ տարի Հայաստանը պետք է մարի 500 միլիոն դոլար։ Մարման գրաֆիկին 500 միլիոն ամենամեծ խնդիրը դա մեր եվրոպարտատոմսերն են, որոնք որ թողարկվել են 2013 թվականին եւ պետք է մարվեն 2020 թվականին։ 500 միլիոնն է, իլրումը ոչ։ Հնարավոր է կնայենք մենք մեր կանխիկ խոսքերին, հնարավոր է 200 միլիոն մենք վերցնենք կամ 100 միլիոն վերցնենք, մարենք, մնացածը նետենք ավելի հեռու։ Դա որոնք ես ձեզ ասեմ, Հայաստանը կորոշի այլևս պարտքը չմտակել նման։ Դա բարդ է։ Այդ դեպքում դա այդպիսի բան բարդ է, նույնը ոնց որ ասենք Միացյալ Նահանգները որը որ սկսել է պարտ գեներացնել դեռևս հազարամյակներ առաջ, այսինքն 1800-ական թվականներից է դեռևս սկսել պարտ վերցնել։ Նույն հարցը կարծում եմ տեղին չի վերացնենք, արդյոք Միացյալ Նահանգներ, որ այսօր պարտքը նույնիսկ հնայի 100%-ը ասում են, 140%-ի շրջանակներում է Միացյալ Նահանգների պարտ հնա ցուցանիշը։ Դա ճիշտ է, որ դա ամբողջությամբ պետք է վարել։ Գիտեք ինչ է, եթե մենք կլինենք կհասնենք մի իրավիճակի, երբ որ մեր ընթացիկ հաշվի պակասուրդը կդառնա հավելուրդային, մեր դեֆիցիտը կդառնա հավելուրդային պետական բյուջեի, այդ դեպքում ակնհայտ է, որ մենք ոչ թե կդառնանք կապիտալ ներմուծող կամ պարտքները վերցնող, այլ կլինենք կապիտալ արտանող, բայց Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով խնդիրը ոչ միայն Հայաստանի պետական պարտքի նման սրընթաց աճը, այլև վարկային միջոցների անարդյունավետ վատնումը։ Ինչ ենթակառուցվածք ենք ստեղծել, որը հետագայում պիտի բերի տնտեսական աշխուժացման ու այդ տնտեսությունը կարողանա սպասարկել այդ պարտքը։ Մենք չունենք նման բաներ, ուղղակի մենք կոպիտ ասած ինչ-որ լաթեր ենք գցել ու կարկատել ենք տնտեսության այս ու այն անցքերը։ Մեր պետական պարտքը 2 տարի հետո կունենա այնպիսի սպասարկման կարիք, որը ավելի շատ է, քան պաշտպանության ծախսերը։ Քեթրինի Միհրանի բանանային մենաշնորհին ոչինչ չի սպառնում։ Պետեկամուտների կոմիտեի հետ ունեցած քննարկումներից հետո այս եզրահանգմանն է եկել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Պատրաստակամություն էր հայտնվում, որ
համատեղ քննենք բանանի շուկայում տիրող իրավիճակը, ես բնականաբար չէի կարող այդ առաջարկից հրաժարվել, ես իմ եզրակացությունները չեմ թաքցրել եւ հայտնել եմ պետական եկամուտների կոմիտեի նախագահին։ Պեկի հրավերից հետո Փաշինյանը ծանոթացել է ներկրման վիճակագրությանը, թե ինչ ընկերություններ ինչ քանակի բանան են ներմուծում Հայաստան։ Ըստ այդմ շուկայի գրեթե 90%-ը պատկանում է երկու ընկերությունների՝ Քեթրին գրուպին եւ Մելատրոպիկին, որոնք ըստ Փաշինյանի դե ֆակտո պատկանում են նույն սեփականատերերին։ Բայց դե յուրե դրանք տարբեր ընկերություններ են, հիմնադրվել են տարբեր մարդկանց կողմից եւ դե յուրե իրար հետ մրցակցում են, դե յուրե ապահովում են վիճակագրություն, որ Հայաստանում տեսեք այսպիսի իրավիճակ կա։ Հարցադրում եմ հղել պետական եկամուտների կոմիտեին, ինչին պատասխան ասել են, որ դրանք տարբեր մարդկանց են պատկանում եւ այլն եւ այլն։ Սա արդեն խոսում է մենաշնորհի մասին, ասում է падգամավորը, ապա անցնում երկրորդ հիմնավորմանը։ Դեռ անցյալ տարեվերջին ՊԿ հաղորդագրություն տարածեց, վստահեցնելով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել ներկրել ցանկացած ապրանք, ապա պատմեց բանանի ներկրմանը վերաբերող մի ուշագրավ դեպքի մասին։ Տնտեսվարողն առանց խնդիրների բանանը ներկրել էր, սակայն խոչընդոտների հանդիպել հանրապետության տարածքում։ Օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ անհայտ անձինք փորձել էին խոչընդոտել նրա աշխատանքը, գրված էր հաղորդագրությունում։ Սեփական քննչական վարչություն ունեցող եկամուտների կոմիտեն այս միջադեպի մասին հետագայում այլևս որևէ հաղորդագրություն չտարածեց։ Մինչ այդ Փաշինյանն է ՊԵԿ ղեկավարից փորձել պարզել, հետաքննեցին արդյոք այս միջադեպը։ Եվ քրեական գործի հարուցումը փաստի առիթով մերժել է հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ։ Երբ հենց իրենք էին իրենց հաղորդագրությունը Այո, սա շատ կարևոր նրբություն է, տեսեք ՊԵԿ-ը հաղորդագրությունը տարածել եւ ՊԵԿ-ը այն բացառիկ մարմինն է, որ իր կազմում ունի նաեւ քննչական մարմին։ Պատգամավորին հայտնել են, որ հետագայում պետեկամուտների կոմիտեին դիմաց քաղաքացին պարզաբանել է, որ իրեն թվացել է, թե իրեն հետևել ու սպառնացել են, հուզված է եղել, գործն անմիջապես կարճվել է։ Տխրեցրեց եւ զվարճացրեց միանգամից այն հետաքննության նյութերը, որոնք այս թեմայով նախապատրաստվել էին, ես այդ թղթապանակի մեջ 3-4 թուղթ կար դրած, ուրիշ ոչ մի բան։ Այսինքն ինձ համար ակնհայտ է, որ հետաքննությունը ըստ էության տեղի չի ունեցել։ Իրենք ի սկզբանե գիտեին, որ հետաքննելու որևէ բան չկա, ուղղակի այդ հանրային աղմուկը եւ այլն արձագանքը ստիպել է, որ ինչ-որ իրավական ընթացակարգով փակեն գցեն մի կողմ, կամ էլ մյուս պատճառով, որ պարզապես նրանց ասվել է, որ հանկարծ չփորձեք այդ թեմայով ընդհանրապես մտածել։ Փաշինյանը պատահական չի համարում, որ Քեթրին գրուպը հիմնադրած ԴՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց, որից անմիջապես հետո Պողոսյանն ինքը հայտնեց, որ կարող է առաջադրվել իշխող կուսակցության ցուցակով։ Մենաշնորհները վերացնելու մասին հայտարարած վարչապետ Կարապետյանը ըստ падգամավորի իր անձնական հեղինակությունն էր խաղասեղանին դրել, սակայն ավելի ուշ բացահայտել այլ իրականություն։ Ուրեմն եթե վարչապետը չի կարողանում լուծել մի հարց, ուրեմն կա նրանից ավելի զորեղ մի ուժ, որը համապատասխանաբար ավելի կոնկրետ շահեր ունի այդտեղ։ Եվ այդ զորեղ ուժը կարող է լինել մեն Սերժ Սարգսյանը, ուրիշ ոչ ոք։ Եվ այս եւ մնացած բոլոր փաստերը վկայում են դրա մասին, ընդհանրապես բոլոր մենաշնորհներին տիրապետողը անձամբ իրեն են պատկանում։ Ասենք այդ Սամվել Ալեքսանյան, Միհրան Պողոսյան, էլի մարդիկ, նրանք ընդհանրապես ասենք մենեջերների կամ գործակատարների դերակատարում են։ Աշխատանքային օրվա ընթացքում ՊԵԿ-ի լրատվական բաժնին խնդրեցինք արձագանքել ընդդիմադիր падգամավորի պնդումներին, դեռևս պատասխան չունենք։ Դատախազության դեմ բողոք ներկայացրած փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր դատարանում կրկին պնդեց, իր պաշտպանյալ Կարո Եղնուկյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան։ Դատարանները ըստ էության օրինականացնում են անօրինական որոշումները։ Այսօր հետաքրքիր է, որ դատախազությունը այլևս չի քննում մերժի, այլ ոչ թե որոշում է եւ մերժում է մեր միջնորդությունը չի քննում։ Ընդդիմադիր հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի փաստաբանը հիշեցնենք հայց էր ներկայացրել գլխավոր դատախազության դեմ, պնդելով, թե պաշտպանյալի կալանքը փոխելու մասին մոտ 40 հասարակական քաղաքական գործիչների իրավապաշտպանների միջնորդությունը դատախազությունը պարզապես չի քննել։ Նիստն այսօր ուշացումով սկսվեց, դատավոր Գագիկ Պողոսյանն էլ ներկաներից մեկին նկատողություն արեց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու ու ոտքի չկանգնելու համար։ Քիչ անց Կարո Եղնուկյանը նկատեց, դատավորը վատ է տրամադրված։ Դատավոր Պողոսյանն ի դեպ թույլ էր տվել, որ նիստի առաջին 10 րոպեն տեսանկարահանվի։ Ինձ թվում է, որ դուք լավ չեք տրամադրված
այսօր ձեզ թվում է, այո։ Հույսով եմ, որ դա չի անդրադառնա ձեր որոշումին։ Ուրախ եմ։ Փաստաբանի խոսքով մտավախությունը, թե Սասնա Ծռեր զինված խմբին աջակցելու մեջ մեղադրվող Եղնուկյանը կարող է դատաքննությունից խուսափել կամ խոչընդոտել քննությանն անհիմն է։ Ես փախչել չեմ պատրաստվում, դատարանում իր հերթին հայտարարեց ընդդիմադիր գործիչն, ասելով, թե եթե նույնիսկ ցանկություն ունենար, միայն ամերիկյան անձնագրով դա անել չէր կարող։ Կարո Եղնուկյանի հայկական անձնագիրը վարույթն իրականացնող մարմնի մոտ է։ Ես պատրաստ եմ Միացյալ Նահանգների անձնագիրը ձեզ տրամադրել, դատարանի տրամադրել, բայց նաև նշեմ, որ հետևյալ հանգամանքը կա, նույնիսկ եթե ես ամերիկյան անձնագրով փորձեմ Հայաստանի սահմանը անցնել, դա ինձ չի հաջողվի, որովհետև անձնագրի մեջ չկա կնիքը, թե ես ինչպես եմ Հայաստան մտել։ Հարգելի դատարան, խնդրում ենք, որ դատարանը կանգնի օրենքի հետևում, որպեսզի պարտադրի, որ որևէ մեկը, որևէ մի պաշտոնյա բարձր չլինի սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով ընձեռնված պարտավորություններից, որպեսզի թեկուզ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն է դա, գլխավոր դատախազին պարտավորեցնեք, որպեսզի գլխավոր դատախազը կատարի օրենքով իր վերադրված պարտավորությունը։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը դատարանին հորդորեց մերժել Եղնուկյանի փաստաբանի բողոքը։ Նրա խոսքով հասարակական քաղաքական գործիչները միանձնյա միջնորդություններ ներկայացնելու իրավունք չունեն, իսկ պաշտպանը նախկինում դատախազություն արդեն դիմել է ու վերջին միջնորդությունում նոր ասելիք չկար։ Ըստ նրա հավանականությունը մեծ է, որ ազատության մեջ Եղնուկյանը ոչ պատշաճ վարք կդրսևորի։ Առաջացնի դատարանները կայացրել են պատճառաբանված դատական ակտեր։ Հուլիսին Երևանում ոստիկանության բարեկապահական ծառայության գնդի տարածքը գրաված Սասնա Ծռեր զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի մեղադրանքում նշված է, որ նա միջոցներ է ձեռնարկել զինված խմբին ռադիոկապով ապահովելու ուղղությամբ 13000 դրամով լիցքավորել խմբի անդամներից մեկի հեռախոսը, խմբի անդամ Վարուժան Ավետիսյանից տվյալներ է ստացել գունդ գնացող հատուկ տեխնիկայի մասին ու տարածել այդ տեղեկությունը, ապահովել հավաքի մասնակիցների տեղափոխումը, ինչպես նաև տեղեկատվություն տարածել այն մասին, թե իրավապահների տված սննդից գնդի անդամները թունավորվել են։ Միակ ապացույցը Եղնուկյանի հեռախոսային խոսակցություններն են։ Ընդդիմադիր գործչին մինչև 25 տարվա ազատազրկում է սպառնում։ Սարիթաղի գործով այսօրվա դատավարության ժամանակ դեպքի օրը տուժած ոստիկաններից Արմեն Մուսայելյանի ցուցմունքը զարմացրեց ամբաստանյալներին ու նրանց պաշտպաններին։ Ոստիկանը հայտարարեց, թե հուլիսի 19-ին Սարիթաղում բնակիչները աղբարկղեր եւ անիվներ են այրել ու գլորել ոստիկանների վրա։ Սանիտեկի աղբամանները կպցրեցին իրար բարիկադի տեսք ունենալով, ես չգիտեմ էդի բարիկադեր թե չէ, կպցրեցին իրար բանը աղբամանները ու այրեցին աղբամանները։ Այդ ժամանակ սկսեցին գլորել անիվները վառած անիվները գլորում էին, այդտեղ կար արդեն հրշեջ մեքենաներ։ Մինչդեռ քրեական այս գործով նման դրվագ չկա, հայտարարում են մեղադրյալի աթոռին հայտնված սարիթաղցիների փաստաբանները եւ պնդում, սա եւս մեկ անգամ վկայում է այս գործի շինծու լինելու մասին։ Փաստաբան Գրիշա Բալասանյանը դատական նիստից հետո Ազատությանն ասաց, որ դեռևս ոչ մի ոստիկան դատարանում այդպես էլ չի նշել, արդյոք մեղադրյալներից գոնե մեկին հիշում է եւ տեսել է դեպքի վայրում բռնություն գործադրելիս։ Այլ գլխավոր հարցը այն է, թե ումից են ստացել հարվածներ։ Հնարավոր չի, ասենք, մեղադրանք առաջադրել մարդու զուտ ենթադրությունը, որ հնարավոր է ինքն է հարվածել, որովհետև եղել է դեպքի վայրում։ Հստակ ապացույցներ, հստակ փաստեր, որ նշված անձինք մեղադրյալները այս դեպքում հարվածել են, սպառնացել են եւ այլն կոնկրետ չկա։ Կես տարի առաջ զինված խմբի կողմից ոստիկանության բարեկապահական ծառայության գնդի տարածքի գրավումից հետո Խորենացի փողոցից Սարիթաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաև գազ եւ ինտերնետ կապ։ Հուլիսի 19-ին ոստիկանության եւ բնակիչների միջև տեղի ունեցած բախումները Սարիթաղցիները մեկնաբանում են որպես բողոքի ձայն բարձրացնելու փորձ։ Ոստիկանությունն իր հերթին հայտարարում է, թե քաղաքացիները քարերով հարվածել են իրենց։ Այս գործով տուժող է ճանաչվել 7 ոստիկան, ընդ որում նրանց մեծ մասն արդեն հարձակվվել է դատարանում, պնդելով, թե մեղադրյալներին չեն ճանաչում։
լրագրողներից, նաև իրավապաշտպաններին քաչ հայտնի է, որ զանգվածային միջոցառումների ժամանակ լինում են նաև պրովոկատոր ոստիկաններ, ովքեր լինում են քաղաքացիական հագուստով։ Չեմ բացառում, որ հնարավոր է նաև եղած լինեն ոստիկաններ, որտեղ դժոխք ոստիկաններից մեկը նշեց, որ մի խումբը նորմալ իրենց պահանջները առաջ են քաշում կենցաղային, իսկ մյուս մասը հայհոյում էր եւ այլն, այսինքն ագրեսիվ էր ավելի։ Ընդ որում ամբաստանյալներին չտեսավ, ինչ հիշելով չտեսավ այդ ակտիվ զանգվածի մեջ։ Այսօրվա դատական նիստին ոստիկան Արազիթ Հիրաբյանն էլ պատմեց, թե այդ օրը ստիպված է եղել գործի դնել ատրճանակը, օդ է կրակել հանգստացնելու իր բնորոշմամբ ամբոխին։ Միջ մեր կրակել գնդից կրակոց ենք լսել, նորից հետո կրակոց լսեցի, մեզ հրանգրին, որ օդ կրակեք, հիմա չեմ կոնկրետ ոստիկաններ ով էր, դրանից հետո ոստիկանության կողմից կրակոցներ եղել է, ես չեմ կարող նշել ովքեր են, ինչ են, որից հետո։ Մենակ ես իմ կարող ես իմ նշեմ, որ ես եմ կրակել։ Ոստիկանը սակայն չհիշեց, թե ումից է կրակելու հրահանգ ստացել։ Փաստաբան Գրիշա Բալասանյանը աբսուրդ է համարում ոստիկանների հիշողության կորուստը կարևոր դրվագների վերաբերյալ։ Եվ ոստիկանների ցուցմունքները, որոնք չգիտես ինչու ոչ հիշում են իրենց գործընկերներին, ոչ կոնկրետ դրվագներ, այս դեպքում մի մոտ խորը, այսպես հիասթափություն, նաև մտավախություն ունեն, որ հասարակական կարգ վստահվում է այնպիսի մարդկանց, ովքեր հիշողություն չունեն։ Ես չեմ պատկերացնում, որպես քաղաքացի ապրելով այս երկրում, ոնց եմ իմ կյանքը վստահելու, իմ անվտանգությունը վստահելու ոստիկաններին, ովքեր չգիտեն, չեն հիշում, թե 10 րոպե առաջ ինչ է եղել։ Կամում են զանգել։ Դե պարզ է, որ չհիշելը չագերտավորել, շատ լավ էլ հիշում են, պարզապես իրենց այսպես հրահանգված է ներքին կարգով, թեկուզ որ այդ օրը չհիշել։ Սարիթաղցիների փաստաբաններն ասում են, թե պաշտպանյալները մեղադրվում են առանց ապացույցների բացառապես դեպքի վերաբերյալ գոյություն ունեցող տեսագրությունում երևալու համար։ Տեսագրությունում սակայն չի երևում, թե նրանք քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ։ Եթե չկա կոնկրետ մեղադրանք, փաստական տվյալ, թե կոնկրետ անձը ինչպիսի գործողություն է կատարել, հետևաբար չպետք է լիներ մեղադրանք։ Դրա համար ես գտնում եմ, որ նախաքննությունը ըստ էության չի էլ կատարվել։ Բազմակողմանի լրիվ եւ օբյեկտիվ նախաքննություն չի իրականացվել։ Հաջորդ դատական նիստը փետրվարի 23-ին է։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Սարիթաղցի 4 տղամարդկանց սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում։ Սարիթաղի գործով ընդհանուր առմամբ մեղադրվում է 10 անձ։ Ադրբեջանի նախագահը հանդիպել է Չինգիզ Գուրբանովի ծնողներին, ով ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության զոհվել էր անցած տարեվերջին Տավուշում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելիս։ Հայկական կողմը անցած շաբաթ էր ադրբեջանցու Դին Բաքվին վերադարձրել։ Հետմահու արիության մեդալով պարգևատրելով զինծառայողին, Ալիևը կրկին պնդել է, թե Ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Հայաստանը ապրիլյան բախումներից հետո շատ էր ուզում այս հարցին միջազգային հնչեղություն տալ։ Ջանում էր, որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը իր դիրքորոշումը հայտնի այս խնդրի վերաբերյալ, սակայն իրավական որևէ հիմք դրա համար չկա։ Ապրիլյան բախումներն ու շփման գծում ստեղծված լարվածությունը մեր ներքին հարցն է, քանի որ Ղարաբաղը Ադրբեջանի անկախտելի մասն է։ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն երկօրյա այցով մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսված են հանդիպումներ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, ամերիկացի սենատորների, նախագահ Թրամփի աշխատակազմի, այդ թվում ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի հետ։ Պաշտոնական Թբիլիսիի հաղորդմամբ կողմերը կքննարկեն վրաց-ամերիկյան ռազմավարական համագործակցությունը ել ավելի խորացնելու հարցեր։ One senator responded present. The nomination is confirmed. Սենատը երեկուշ երեկոյան հաստատել է Ջեֆ Սեշոնին Միացյալ Նահանգների գլխավոր դատախազի պաշտոնում։ 70-ամյա Սեշոնը հայտնի է ապօրինի միգրացիայի հարցում իր կոշտ դիրքորոշմամբ։ Այսուհետ հենց նրա առաջնորդությամբ է Արդարադատության նախարարությունը դատարաններում պաշտպանելու նախագահ Թրամփի վիճահարույց հրամանագիրը դեպի Ամերիկա ներգաղթը սահմանափակելու վերաբերյալ։ Ակնկալվում է, որ Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանը մինչև այս շաբաթվա վերջ կհրապարակի իր վճիռը նախագահի հրամանագիրը ուժի մեջ թողնել-չթողնելու վերաբերյալ։ Ռուսաստանը ողջունել է նախագահ Սի Ցզինփինին ուղղված Դոնալդ Թրամփի նամակը, որտեղ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել էր, թե անհամբերությամբ է սպասում Պեկինի հետ հարաբերությունների սերտացմանը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը բազմիցս էր հայտարարել, Չինաստանը կողոպտում է նահանգներին խոստանալով ընտրության դեպքում մինչև 45% մաքսատուրք սահմանել այդ երկրից ներկրվող ապրանքների վրա։ Մենք շատ բարձր ենք գնահատում նախագահ Թրամփի շնորհավորական ուղերձը։ Չինաստանն ու Միացյալ Նահանգները հատուկ պատասխանատվություն ունեն եւ ընդհանուր շահեր, եւ մեզ համար համագործակցությունն է միակ ճիշտ ճանապարհը։
Brexit-ին ընդդիմացող շոտլանդացի падգամավորները Եվրամիության հիմն են երգել խորհրդարանում, երբ քվեարկության է դրվել օրինագիծը, որն իրավունք է տալիս վարչապետ Թերեզա Մեյին ապահարզանի հարցով Բրյուսելի հետ բանակցություններ սկսել։ Խորհրդարանի փոխոսնակը ստիպված է եղել դադարեցնել ընդդիմադիրների խմբակային ելույթը, որպեսզի հայտարարի քվեարկության արդյունքը՝ 494 կողմ, 122 դեմ։ Օրենքի ուժ ստանալու համար փաստաթուղթը պետք է արժանանա նաև վերին պալատի հավանությանը, որտեղ Թերեզա Մեյը չունի մեծամասնություն։ Վերջինիս կառավարությունը սակայն այսօր եւս մեկ անգամ զգուշացրել է շոտլանդացիներին։ Եվրամիությունից դուրս գալու որոշումը վերանայման ենթակա չէ։ We don't see any need for a second referendum in Scotland. The matter was voted on in Մենք Շոտլանդիայում երկրորդ հանրաքվեն անցկացնելու անհրաժեշտություն չենք տեսնում։ Հարցը քննարկվել է 2.5 տարի առաջ եւ որոշվել։ Ճիշտ հակառակը, մենք կարծում ենք, որ Շոտլանդիայի կառավարությունը պետք է զբաղվի այն հարցերով, որոնց համար ձևավորվել է։ Բարելավի դպրոցների կրթական չափանիշները, լուծի Շոտլանդիայի առողջապահական համակարգի խնդիրները եւ ամենակարևորը՝ վերականգնի Շոտլանդիայի տնտեսությունը, երկրում աճում է գործազրկությունը։ Սրանք են Շոտլանդիայի գերակայությունները, ոչ թե երկրորդ հանրաքվեն։ Այսօր մեկնարկում է հեղինակավոր Բեռլինի կինոփառատոնը, որը համարվում է ամենակաղաքականացվածներից մեկն աշխարհում։ Այս անգամ էլ ծրագրում մարդու իրավունքներին, փոխհամասնություններին ու կլիմայի փոփոխությանը նվիրված ֆիլմեր են։ Ժյուրիի ուշադրության կենտրոնում Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։ Ես եկել եմ այստեղ ուսումնասիրելու ինչպես են պատերը քանդվում։ Ակնհայտորեն այդ հարցով այստեղ շատ մասնագետներ կան։ Ուզում եմ այդ փորձը հետս Մեքսիկա տանել եւ Ամերիկա։ Ես ինքս անցնում եմ այդ սահմանը ամիսը 3-4 անգամ։ Այնքան սիրո պատմություններ ունեմ նահանգներում եւ չեմ պատրաստվում թույլ տալ, որ որևէ պատի հայտ գա այդ պատմություններում, եւ ես միակը չեմ։ Մակեդոնիան վրդովված արձագանքում է ԱՄՆ-ի կոնգրեսականի խոսքերին, ով ասել է, թե Մակեդոնիան երկիր չէ եւ պետք է բաժանվի հարևան Կոսովոյի եւ Բուլղարիայի միջև։ Ներկայացուցիչների տան Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Դաննա Ռոհրբաչերը փետրվարի 7-ին ալբանական Vision Plus հեռուստաընկերության հարցազրույցում ասել է. Macedonia is not a country. I'm sorry, it's not a country. Իմ կարծիքով Մակեդոնիան երկիր չէ։ Ես ներողություն եմ խնդրում, բայց այն երկիր չէ։ Մակեդոնիայում կոսովարները եւ ալբանացիները պետք է դառնան Կոսովոյի մասը, Մակեդոնիայի մնացած մասը պետք է միացվի Բուլղարիային կամ հարևան այլ երկրի, որին իրենք պատկանում են, ասել է Հանրապետական կուսակցության անդամ 70-ամյա կոնգրեսականը։ Նա պնդել է, որ 1990-ականներին Հարավսլավիայի փլուզման ժամանակ Մակեդոնիայի ստեղծումը սխալ էր, որովհետև երկիրը բաժանված է էթնիկ խմբերի, որոնք չեն կարող միասին խաղաղ ապրել։ Այս հարցազրույցից անմիջապես հետո Մակեդոնիայի արտգործնախարարությունը վրդովված հերքել է ԱՄՆ-ի կոնգրեսականի մեկնաբանությունները։ Մակեդոնիայի արտգործնախարարության հայտարարությունում նշված է, որ կոնգրեսականի մեկնաբանությունները մեծ տագնապ են առաջացնում, տարածաշրջանում ազգայնական հռետորաբանություն են բորբոքում եւ մեզ տանում են հետ դեպի անցյալը։ Մակեդոնիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե կարծում է, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը պետք է փարատի ցանկացած երկընտրանք կապված Դանա Ռոհրբաչերի մեկնաբանությունների հետ եւ հստակ հայտարարի, որ այն չի արտահայտում Միացյալ Նահանգների քաղաքականությունը։ Ալբանական հեռուստաընկերության հարցազրույցում Կալիֆոռնիայից ընտրված կոնգրեսականին նաև հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ի վարչակազմը հետամուտ կլինի իր գաղափարներին։ Նա ասել է, թե դա կախված կլինի իր ազդեցությունից եւ նշել է, թե ինքը որոշ ազդեցություն ունի ԱՄՆ-ում քաղաքականություն մշակողների վրա։ Նա ասել է, որ իր գլխավորած ենթահանձնաժողովի ապագա լսումներից մեկում կքննարկվի այդ հարցը։ And bring peace to the Balkans. Սահմանների փոփոխության հարցը, որպեսզի Բալկաններում խաղաղություն հաստատվի։
Ալեքսանդր Լապշինը այսօր հանդիպել էր իր փաստաբան Սաֆար Հուսեյնովի հետ, հայտնում են ռուսական եւ ադրբեջանական աղբյուրները։ Այդ երկրի օրենքների համաձայն, ինչպես Հուսեյնովն է հայտարարել, միայն ադրբեջանցի փաստաբանը կարող է պաշտպանել կալանավորված բլոգերի շահերը։ Հուսեյնովն այսօր նաեւ ասել է, թե Լապշինը մասամբ ճանաչել է իր մեղքը, մասնավորապես հաստատել է, որ այցելել է Լեռնային Ղարաբաղ, սակայն չի իմացել, որ ինչ որ անօրինական քայլ է կատարում։ Փաստաբանը նաեւ ասում է, իբր Լապշինը զղջում է արածի համար։ Ռուսաստանի, Իսրայելի եւ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող բլոգերը 4 ամսով կալանավորվել է, թե երբ կսկսվի դատավարությունը հայտնի չէ։ Հիշեցնենք, 2 օր առաջ Բելարուսը Ադրբեջանին արտահանձնեց տարիներ առաջ Ղարաբաղ այցելած եւ Ադրբեջանի իշխանություններին քննադատած բլոգերին։ Պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործեր հարուցել եւ միջազգային հետախուզում հայտարարել։ Լապշինին մինչեւ 8 տարվա ազատազրկում է սպառնում։ Լապշինի արտահանձնումը 3 կոշտ արձագանք ստացավ Հայաստանում եւ Ռուսաստանում։ Հայաստանի ազգային ժողովում 3 հայտարարություններ են հնչում, նույնիսկ այն, որ Բելարուսը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից։ Այսօր հայտարարությամբ հանդես է եկել Բելարուսի արտգործնախարարությունը, մասնավորապես նշելով, որ չեն պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Բելարուսի արտգործնախարարության մամուլի խոսնակ Դմիտրի Միրոնչիկը ասել է, որ այս կամ այն միջազգային կազմակերպության անդամակցելը ցանկացած երկրի իրավունքն է եւ Բելարուսն իր որոշումն այս առումով արդեն կայացրել է։ Անդրադառնալով Լապշինի արտահանձմանը, Միրոնչիկը արդարացել է. Բելարուսը կատարել է իր միջազգային պարտականությունները, խնդիրը իրավական դաշտում է։ Հավելեն, որ 3 երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է բելարուսցի իր գործընկերոջը եւ երախտագիտություն հայտնել բելարուսական կողմին եւ անձամբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոին։ Ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Եպիֆանցևի կարծիքով Լապշինի հետ կատարվածը վտանգավոր նախադեպ է։ Մինչ օրս միջազգային իրավունքի դաշտում գործում էր անխախտ կանոն, որ Ինտերպոլը չի ձերբակալում մարդկանց, եթե կասկածում է, որ նրանց քաղաքական հետապնդման են ենթարկում։ А здесь мы видим совершенно 100% политическое дело, 100%, там даже в обвинительном заключении. Լապշինի գործը 100%-ով քաղաքական գործ է։ Նույնիսկ նրա դեմ ներկայացված մեղադրանքներում չկա եւ ոչ մի քրեական տար, միայն քաղաքական։ Ռուսաստանցի փորձագետը սակայն կարծում է, որ Բաքվին եւ Մոսկվային կհաջողվի պայմանավորվել։ На мой взгляд, на самом деле существует договоренность определенная, да, что Лапшина все-таки отпустят, да. Ես կարծում եմ, որ կողմերն արդեն պայմանավորվել են եւ նրան շատ արագ ազատ կարձակեն։ Կլինի հրապարակավ ներողություն, ոչ թե նամակի տեսքով, այլ ասենք հեռուստատեսությամբ։ Եպիֆանցևի կարծիքով Լուկաշենկոյի նման պահվածքի պատճառներից մեկն էլ ռուս-բելարուսական այսօրվա լուրջ տարաձայնություններն են, ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական տարաձայնություններին։ Փորձագետի խոսքով դրանց առկայության մասին խոսում է թեկուզ այն, որ վերջերս կայացած Լավրով-Մամեդյարով հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, թե դժգոհ է հանդիպումից։ Сделал заявление, которое делается очень редко. Очень редко. Он сказал, что он недоволен результатами встречи. Вот на дипломатическом языке это очень серьезное заявление, понимаете? Նման հայտարարություններ շատ հազվադեպ են անում, շատ հազվադեպ։ Դիվանագիտական լեզվով դա շատ լուրջ հայտարարություն է։ Ինչն է նման հայտարարության պատճառը հասկանալի չէ։ Հանդիպումը շատ կարճ է տևել։ Դժվար է ասել ինչն է զայրացրել Մամեդյարովին։ Գուցե Մոսկվան ինչ-որ նոր առաջարկ է արել Բաքվի Ղարաբաղյան կարգավորման հետ կապված, ոչ ոք չգիտի։ Բայց ռուսաստանցի փորձագետը նաև ասում է, որ սա ամենևին էլ չի նշանակում, որ Ղարաբաղի հարցում Մոսկվան այսօր հայանպաստ դիրքորոշում ունի։ Մասնավորապես Երևանի ձգտումը հնարավորինս երկար պահպանել այսօրվա ստատուս քվոն Մոսկվայի համար ընդունելի չէ։